Manchester United-ի պաշտոնական հեռուստաալիքի MUTV-ի նախաձեռնությամբ Հայաստանում նկարահանվում է վավերագրական ֆիլմ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ։ Vivaro News-ը զրուցել է ֆիլմի գլխավոր ռեժիսոր Paul Middleton-ի հետ, ով ներկայացնում է մարզիկների մասին ֆիլմերի նկարահանման ուղղությամբ մասնագիտացած Neutral Corner Films ընկերությունը։ Բարև ձեզ, Paul, ինչպե՞ս եք։ Ողջույն, լավ եմ, շնորհակալություն։ Վայելում եք Հայաստանում։ Այստեղ եղանակը ավելի լավ է, քան Մանչեսթերում, իսկ մարդիկ ուղղակի հիանալի են։ Thank you very much. And would you tell us, կպատմեք, թե ինչպես ծագեց Մխիթարյանի մասին վավերագրական ֆիլմ նկարելու գաղափարը։ Mkhitarian crossed your mind. Մխիթարյանը առաջին մրցաշրջանն էր անցկացնում Մանչեսթերում ու արդեն բարեհաջող վերջացրել է այն։ Նա Manchester United-ի ամենամեծ աստղերից մեկն է, Հայաստանում էլ դարձել է խորհրդանիշ, բայց շատ մարդիկ Անգլիայում քիչ բան գիտեն Հայաստանի մասին։ Այսպիսով ֆիլմը ոչ այնքան Հենրիխ Մխիթարյան ֆուտբոլիստի մասին է, այնքան նրա անձի, թե ով է նա հայ ժողովրդի համար։ Նպատակ ունենք ներկայացնել նաև հայերին ու նրանց երկիրը։ Եթե դուք Անգլիայում 100 մարդուն հարցնեք, թե որտեղ է Հայաստանը, նրանցից ընդամենը 10-ը կկարողանա պատասխանել այդ հարցին։ Այստեղ Հայաստանում որն էր ամենազարմանալի փաստը, որ դուք բացահայտեցիք Հենրիխ Մխիթարյանի մասին որպես ֆուտբոլիստ եւ որպես անձնավորություն in Armenia? Well, I think everybody says Henrik. Բոլորն էլ գիտեն, որ Հենրիխը բարձրակարգ խաղացող է։ Մեր բոլոր զրուցակիցները նշում էին նրա աշխատանքային էթիկայի մասին։ Նա իսկապես շատ տքնաջան է աշխատում, ամբողջովին կենտրոնացված է ֆուտբոլի վրա, նրա կյանքում էլ շեղող հանգամանքներ չկան։ Կարծում եմ, որ Հենրիխը հենց այդ կենտրոնացվածության շնորհիվ սկզբում խաղաց Ուկրաինայում, Դորտմունդում եւ հիմա հանդես է գալիս Մանչեսթերում։ Հենրիխը ամենակարևոր գնդակը խփեց Եվրոպա լիգայի եզրափակչում։ Մխիթարյանի հաջորդ նպատակը Manchester United-ի հետ լավ ելույթ ունենալն է Չեմպիոնների լիգայում։ So, about the film. Իսկ նկարանումները նախատեսվում է անցկացնել միայն Հայաստանում, թե Yerevan or somewhere else? Նկարահանումները դեռևս միայն Հայաստանում ենք անցկացրել եւ կարծում եմ, որ դա ամենակարևորն է, քանի որ մենք ցանկանում ենք տալ Հենրիխի ծննդավայրի իրական արտացոլանքը, Հենրիխի կյանքը եւ ինչպիսին է նա հասարակության աչքերում։ View Henrik, you know, everybody say. Բոլորն են ասում, թե ինչքան շատ են սիրում Հենրիխին։ Նա խորհրդանիշ է մարդկանց համար ու հույս է ներշնչում նրանց ցույց տալով, թե ինչի կարող է հասնել աշխատասիրությամբ եւ նվիրվածությամբ։ Dedication. So I think it's crucial. Այնպես որ նա այսպես ասած այն բանալին է, որի միջոցով մենք զգում ենք իրական Հայաստանի բուրմունքը։ Հենրիխին կարող ենք ֆուտբոլի հետ կապված հարցեր տալ Մանչեսթերում, կարող ենք հարցնել, թե ինչպես խփեց գոլը Եվրոպա լիգայի եզրափակչում։ Հայաստան որտեղ եք հասցրել լինել, եթե գաղտնիք չէ, ում հետ եք զրուցել։ Oh, it's not a secret. I mean, we've talked to obviously. Ոչ, իհարկե գաղտնիք չէ։ Մենք ծավալուն հարցազրույց ենք ունեցել Հենրիխի հետ։ Մենք զրուցել ենք Հենրիխի մոր եւ քրոջ հետ, խոսել ենք նրա նախկին մարզչի, հավաքականի ներկայիս մարզչի, սովորական մարդկանց հետ, որպեսզի ստանանք Հենրիխի իրական պատկերը։ Մենք պատրաստվում ենք զրուցել ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ։ Ուղղակի փորձում ենք մտաբերել բոլորին, քանի որ ցուցակը իսկապես մեծ է։ Of the Armenian Football Association. Ցուցակը այնքան մեծ է, որովհետեւ բոլորը կարող են օգնել ճանաչել Հենրիխին որպես անձնավորություն։ Իդեպ մենք խոսել ենք նաեւ Մխիթարյանի առաջին ուսուցչի եւ լավագույն ընկերոջ հետ։ Այսպեսով մենք իմացել ենք, թե ինչպես է Մխիթարյանը մեծացել եւ ինչպիսին է նա բոլորի աչքերում։ Growing up and how everybody views him. So, արդեն Հայաստանում եք 4 օր։ Yes, we're going to be here for a total of 7 days. Այո, մենք նախատեսում ենք այստեղ մնալ ընդհանուր առմամբ 7 օր։ Աշխատում ենք ամեն օր ու լավ համագործակցում ենք մեր թարգմանչի եւ կազմակերպչի Հայկի հետ։ Նա իսկապես մեզ շատ է օգնել, քանի որ մենք հայերեն չգիտենք, իսկ որոշները լավ գիտեն անգլերեն, որոշները ոչ։ Մինչև այս պահը ամեն ինչ ֆանտաստիկ էր ընթանում։ Կարծում եմ, որ իսկապես լավ ֆիլմ է ստացվելու։ Անգլիացիներին դուր կգա տեսնել Հայաստանը։ People in England will like to see Armenia. Yes, okay. Իսկ երբ ֆիլմը կհանձնեք մարդկանց դատին։ Չեմ կարող կոնկրետ օր նշել, դեռ խմբագրական շատ աշխատանք պետք է արվի, մոնտաժ պետք է արվի, ու իմ հաշվարկներով ֆիլմը պատրաստ կլինի նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ։ Ամառվա ընթացքում կաշխատենք ֆիլմի վրա եւ նոր մրցաշրջանի համար պատրաստ կլինի։ Okay, and finally, ինչ տպավորություններ ունեք Հայաստանից եւ հայ ժողովրդի and Armenian people?
It's a Հայաստանը fantastic ֆանտաստիկ երկիր է, country. բոլորը այնքան ընկերասեր են, բոլորը փորձում են ինձ ինչ-որ բանով օգտակար լինել։ Կարծում եմ Հայաստանի հետ կապված միակ վատ բանն այն է, որ Մեծ Բրիտանիայից ուղիղ չվերջ չկա Հայաստան։ Մենք ստիպված էինք ինքնաթիռ փոխել այստեղ հասնելու համար։ Եթե լիներ ուղիղ չվերջ, կարծում եմ հարյուրավոր, հազարավոր բրիտանացիներ կգային Հայաստան, որովհետև իսկապես գեղեցիկ երկիր է, սնունդը ֆանտաստիկ է, բոլորը սիրալիր են, ու գտնում եմ արժե այս վայրը տեսնել։ Դուք խոսեցիք սնունդի մասին, ո՞րն էր ամենահամեղ ուտեստը, որ փորձել եք Հայաստանում։ Օ, խորովածը, այո, մենք սիրում ենք խորոված։ Մեզ նաև դուր եկավ հումուսը, բայց կարծես ոչ բոլորն են այստեղ սիրում հումուս։ Բայց դե ամենաշատը խորովածն ենք հավանում։ Հայկական ուտեստներից էլ ինչ եք ճաշակել։ Մենք տոլմա ենք փորձել, Քիթը մեր օպերատորը տեղի գարեջուրն է փորձել, որտեղ էլ մենք հաց ենք կերել, սնունդը ֆանտաստիկ էր, բանջարեղենն ու մրգերը այնքան թարմ էին ու շատ համեղ։ Այդ պատճառով էլ մենք քաշ ենք կորցրել Հայաստանում։ Որպես զբոսաշրջիկ կվերադառնաք Հայաստան։ Անշուշտ, մենք եղել ենք միայն Երևանում, Երևանից դուրս այնքան վայրեր կան, որ ցանկանայինք այցելել, բայց ցավոք ժամանակ չունենք։ Ես անպայման կվերադառնամ, մարդիկ այստեղ ֆանտաստիկ են։ Հենց մարդիկ են կերտում վայրը, իսկ այստեղ իսկապես մարդիկ շատ լավն են, շատ սիրալիր ու հյուրասեր։ Okay, thank you. Thank you very much. Always. Thank you very much. Thank you. Շնորհակալություն սիրելի հետևորդներ, այսքաններ Պոլի հետ մեր զրույցը, հետևեք մեր էջին, հետևեք մեր նորություններին։